Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, հրատապ եթերով ես այսօր դուրս եմ գալիս եթեր եւ չէ շարաշայելով ձեր համբերությունը, ձեզ եմ ներկայացնում Վարդան Ղուկասյանի բացառիկ կոչը իր ժողովրդին եւ այսպես Վարդան Ղուկասյան Ես արդեն զրել եմ ամեն անգամ ձեզանից որևից մեկը զանգահարում ինձ է բերդ բերում ասում գիտեք եթե այս մարդը կա ես չեմ գալու այն մարդը կա ես չեմ գալու Գայանը կա ես չեմ գալու Պողոսը կա ես բավական է ինձ նման հարցերով ներվային ասեք իմ ասայի հավաքակը արդեն տեղի չի տալի գործում է գնելու ուզում եք օգնեք Վարդան Ղուկասյանի մի մարդու նման եկեք հավաքվեք ձեր բողոք հայտարարեք չկա Գայանը Մանուկյան, չկա Պողոս Պողոսյան, չկա Հարություն Հարությունյան, ծա Վարդան Ղուկասյան, միայն Վարդան Ղուկասյան, միակ մարդը, որից վախենում Հայաստանի կառավարությունը։ Բավական է ամեն մեկը ամեն օր զանգահարեկից եւ դա Գայանը Մանուկյան, Պողոս Պողոսյան, նրան էլ թաղեմ, գործուն եք անելու, երեք արեք, գնացեք ձեր տաները, թուք հանելով ձեր անիցի, ամի մեր անիցի։ Թերիք եղան բոլերավ իրան միսուկեք, թերիք է։ Եվ այսպես, այո, պարոն Ղուկասյան, գործ ունենք անելու ու կանենք։ Ես հիմա դիմում եմ այն արդար բլոգերներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայ այս պայքարի մեջ, բայց ցավոք սրտի ինչ որ մարդիկ պիտակավորել են այդ մարդկանց աշխատանքը, առաջացնելով ինչ որ չափով հիասթափություն։ Հարգելի բլոգերներ, այդ մարդիկ, ովքեր պիտակավորել են ձեր աշխատանքը, դա չի ներկայացնում Վարդան Ղուկասյանի պաշտոնական տեսակետը։ Շարունակեք ձեր պայքարը։ Այն մարդիկ, ովքեր պիտակավորել են, թարգ տվեք, ինչպես դուք լսեցիք հենց Վարդան Ղուկասյանից, եկեք միացեք մեզ եւ պայքարեք հանուն արդարության եւ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի անկախության, որտեվ առանց արդարություն մենք երկար չենք կարող պահել Հայաստանի անկախությունը։ Այսպես եղել է հազարամյակներով, պակասել է միշտ մեր մեջ այդ արդարությունը եւ մենք միշտ կորցրել ենք մեր պետականությունը։ Հարգելի ժողովուրդ, կոչ եմ անում բոլորիդ, այսօր ժամը 12-ին գնալ Ամերիկայի դեսպանատները, ամեն մեկը ձեր երկրում, Հայաստանի ուպատոսություններ, պահանջելով Հայաստանի ուպատոսությունից անմիջապես, անհապաղ դադարեցնել անարդար գործողությունները Վարդան Ղուկասյանի հանդեպ։ Իսկ Ամերիկայի դեսպանատներից պահանջելով արդար դատավարություն։ Մենք չենք պահանջում Ամերիկայի դեսպանատնից Վարդան Ղուկասյանի անհապաղ ազատ արձակում։ Մենք ճնշում չենք գործադրում։ Մենք պահանջում ենք արդար դատավարություն։ Արդար։ Այն մարդիկ, ովքեր այս կամ այն հանգամանքով չեն կարողանա ներկա լինել դեսպանատներում կամ ուպատոսության դիմացը, ժողովուրդ ջան, ես ձեզ համար անցյալ վիդեոին էլ ցույց տվեցի, այս անգամ էլ ցույց կտամ, կթողնեմ այս նամակը, որով դուք կարող եք դիմել Ամերիկայի պաշտոնյաներին, Միացյալ Նահանգների պաշտոնյաներին։ Ես ձեզ կամաց կիչնեմ, ժողովուրդ ջան, որ կարողանաք ծանոթանալ նորից բովանդակությանը, եթե ուզում եք կարող եք խմբագրել, եթե ուզում եք կարող եք ավելացնել ձեր անունը։ Ես այս նամակը նաև կթողնեմ այս վիդեոյի description-ում, հա, այդ բաժնում, ժողովուրդ ջան, եթե ուզենաք կոպի անել, կարող եք կոպի անել եւ ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաներին, պահանջելով արդար դատավարություն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ես այս մարդու կամ մույս մարդու կամ այս կուսակցության թիմակիցը չեմ։ Ես պայքարում եմ հանուն արդարության, ժողովուրդ ջան։ Միացեք պայքարի հանուն մեր երկրի։ Կիսվեք այս վիդեոն բոլորի հետ, ժողովուրդ ջան, ինչքան շատ մարդ ենա, կիսվեք ձեր իմացած բլոգերների հետ, ում խոսքը որ պիտակավորվել է, որ իրանք էլ տեսնեն, որ այդ պիտակավորումները չեն ներկայացնում Վարդան Ղուկասյանի պաշտոնական տեսակետը, կա միայն Վարդան Ղուկասյան, չկա այս, չկա այն։
իսպիտակավորներ կպցնողներին եւս մեկ անգամ կոչով կդիմեմ. եկեք միացեք արդար պայքարին։ Վարդան Ղուկասյանը դուրս կգա, բոլորիս պատասխանը կտա։ Իմը իմ պատասխանը կտա, քոնը քո պատասխանը կտա, մույսինը մույսի պատասխանը կտա։ Այսօր այսքանը, ժողովուրդ ջան, չեք մոռանում։ Կիսվել այս տեսանյութը բոլորի հետ, ինչքան շատ մարդ տենա, այնքան լավ։ Միշտ նոր հանդիպում։ Ստեսություն։